Ես արդեն ասել էի, որ Միացյալ Նահանգների առևտրի նախարարի տեղակալը ինձ պաշտոնական նամակով հրավիրել է իմ հերթական այցին ընթացքում Վաշինգտոնում նաև այդ հարցը քննարկել առևտրի նախարարությունում, որի մեջ ներառված է երկու բաղադրիչ, միայն թրիփը չի։ Այսինքն երկու կետ կա, առաջինը թրիփի բուն, թրիփի ներդրումային ծրագիրը եւ երկրորդը առհասարակ ամերիկյան խոշոր ընկերությունների, այդ թվում առևտրային ծառայություններ մատուցող ընկերությունների հնարավոր ներդրումային ծրագրերը, դրանց հնարավորությունները հիմա մենք բազմաթիվ ուսումնասիրություններ ենք անում, նաև զուգահեռ աշխատանք ենք տանում եւ եթե նկատել եք օրեր առաջ օրինակ ես հանդիպել եմ Starbucks ցանցի տարածաշրջանային տնօրենի հետ, այսինքն նաև այդ մակարդակում լոկալ տեղային մակարդակում խոշոր բրենդների հետ եւ արդեն պետական մակարդակում, եթե այդ մակարդակում եւս քննարկենք հնարավոր ներդրումային ծրագրերը, այս առումով մենք եւս ուսումնասիրում ենք ամերիկյան հնարավոր ներդրումների տեղերը, չափերը, ինչպես նաեւ եւ հուշում ենք գործընկերներին, որ այստեղ օրինակ այս բրենդը կարող է ներկայանալ, այս ոլորտում շուկայի հնարավորությունները այսքան են։ Մենք ինքներս ենք անում շուկայի տարողության գնահատում, գործընկերները իրենք եւս գալիս են եւ մի երկուսն էլ կա, որոնք ուղղակի ընթացքի մեջ են եւ բրենդի հետ պայմանավորվածության արդյունքում, այսպես ասած, չենք հայտարարում դրա մասին, խոսում ենք այն մասին միայն, որոնք որ ինքը բրենդը համաձայն է, կամ ինչ-որ մի փուլի ենք հասել, որ իրենք արդեն ենթադրաբար ամենայն հավանականությամբ գալու են եւ դրա մասին սկսում են խոսել, կա նաեւ այլ դեպքեր, երբ որ օրինակ ակտիվ օրինակ շուկայի հետազոտություն է հիմա իրականացվում խորքային, որպեսզի մեր շուկայի տարողությունը հասկանան, իրենց բրենդի հնարավորությունները, շահութաբերությունը, մեր ուրեմն հնարավոր այսպես ասած գնողունակության չափը, այսինքն տարբեր ցուցանիշներ, որոնց արդյունքում այդ ընկերությունները կարողանան գալ Հայաստան։ Այս առումով աշխատանքները կատարվում են տարբեր ձևաչափերով եւ հրապարակային եւ երբեմն նաեւ ոչ հրապարակային, բայց դա արդեն մասնավոր ընկերությունների ցանկությունն է այդպես։ Ընկերությունների մասն եք արդեն խոսում, բայց ակնհայտ է, որ դեռևս բազմաթիվ դեպքերներ քննարկված չէ Չէ, իրականում հայ-ամերիկյան համագործակցությունը ինքը միայն թրիփի մասին չի, ինքը շատ ավելի լայն է, օրինակ, երբ որ շատ պատահական չէր, որ նաև օրեր առաջ 135 կարծեմ միլիոն դոլարի ուրեմն վարկային համաձայնագիր ստորագրվեց Արջին բանկի եւ Կոնտուր գլոբալի միջեւ եւ ըստ էության մեր լոկալ բանկը իրեն արդեն կարողանում է թույլ տալ ամերիկյան վերազգային կորպորացիային 135 հիմա կարծեմ 135 միլիոն դոլարի վարկ տրամադրել, որը մի կողմից կոնսոլիդացիա, այսինքն հիմա այնտեղ ուրեմն Կոնտուր գլոբալը ուներ վարկեր, որոնց այդ վճարները երկրից դուրս էին գնում, մյուս կողմից էլ նոր ուրեմն ներդրումներ էր անում, հետեւաբար նոր միջոցներ իրան պետք, որը արդեն վերցրեց, այսինքն դա նույնպես իմ կարծիքով օգոստոս 8-ի իհարկե process-ը մի փոքր ավելի շուտ էր սկսել, բայց այդ process-ը բոլոր կողմերին եւ բանկին եւ Կոնտուր գլոբալին վստահություն էր հաղորդել, որ միանշանակ պետք է անելու արագ, հենց օգոստոսի 8-ից հետո եւ ես կարծում եմ, որ մենք ապագայում ամերիկյան տնտեսության, ամերիկյան ապրանքանիշերի եւ ամերիկյան ներդրումների ավելի մեծ ներկայություն եւ շունչ կզգանք Հայաստանում։ Որ ամերիկյան ընկերությունների անվտանգ այստեղ ոչ թե ամերիկյան ընկերություններ են լինելու, այլ լինելու են թույլ ադրբեջանական ֆինանսական միջոցներ եւ ընկերություններ։
ես չգիտեմ ինչ մտահոգությունն է, բայց օրինակ թուրքական ընկերություններ Հայաստանում դեռ կան 2012-13 թվականներից, ընդ որում դրանք ուղղակի Հայաստանի օրինակ նույն հագուստի մանրածախ առևտրի ցանցում մի քանի բրենդների ապրանքանիշերի տեսքով ներկայացված են, ընդ որում մեկի դեպքում շատ ուղղակի, այսինքն ոչ թե այդպես միջնորդավորված, այլ շատ ուղղակի եւ ուղղակի եւ ես իրականում ողջունում եմ այդ ներդրումները, որովհետեւ ցանկացած խաղաղություն, եթե ցանկացած խաղաղություն հարևանների միջև, եթե չամրապնդվի ֆինանսական ներդրումներով, այսինքն եթե մենք ուզում ենք կայուն խաղաղություն տարածաշրջանում, այդպես ձեր ասածը այդպես չի, այսինքն ձեր ասածը ճիշտ չի, բայց օրինակ ես շատ նորմալ եմ համարում, որ Հայաստանում օրինակ խաղաղության հաստատման պարագայում սահմանները բացելուց հետո օրինակ ինչու ոչ ներդրումներ կան, այդ թվում նաև թուրքական, մենք էլ գնանք այնտեղ ներդրումներ անենք, եթե ձեզ թվում է, որ հակառակ պարագայում մենք կարող ենք ունենալ կենսունակ պետություն, ապա նայեք մեր պետության նախորդ 3 տասնամյակների պատմությունը։ Մենք Թուրքիայում ինչ կարող ենք ներդնել ըստ էս։ Խնդիր չէ, որ թուրքական ընկերություն լինի, որովհետև երրորդ ընկերությունը։ Ոչ, դուք նորից հիմա ինչ որ տեքստեր եք ասում, հետո կտրեք այդ հատվածը, ասում եք ոչ սխալ եք ասում, այդպեսի բան չկա, թրիփի մասով մեր գործակցությունը միայն եւ միայն Միացյալ Նահանգների հետ է։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ օրինակ կարող է որ ինչ որ մի հյուրանոց բացվել, ենթադրենք Հայաստանում որևէ երկրի, ասենք օրինակ թուրքական բրենդի, կարող է բացվել, ինչի չի կարող, ինչի կարա բանա, կներեք էլի, դուք ասացիք այդ բրենդի անունը, 2012 թվին ինքը կարա Հայաստանում բացվի, 2026 թվականին այն մյուսը չի կարա բացվի։ Կոնտեքստում է հարցը տալիս, ես ասեցի։ Հարցը այն կոնտեքստում է, որ դուք հագուստի հետ կապված խանութ եք մանդալնշում, բայց ճանապարհը ռազմավարական ասում եմ ճանապարհի հետ որևէ երկիր գործ չունի, ճանապարհի հետ գործ ունեն Հայաստանը եւ Միացյալ Նահանգները։ Այս հարցը սևով սպիտակի վրա գրված է թղթի վրա եւ այլ բան հնարավոր չի, այլ բան անհրաժեշտ չի, այլ բան չի լինելու։ Քննադատություն է հնչում, պարոն Պապոյան, որ լայնության մասին չի խոսվում այդ ճանապարհի, ինչու չի ասում, թե որքան լայնություն է ունենալու եւ բացի այդ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ ավելի երկար պետք է լինի այդ ճանապարհը, գնահատի երազ, նաեւ Ռուսաստան-Ադրբեջան, որպեսզի արդյունավետ լինի Հայաստանի համար եւ ոչ թե դուրս գա, որ միայն ադրբեջանցիներ են օգտվելու։ Բայց ով է ասել, որ այդպես չի։ Դե 43 կիլոմետրից ավել ասում է երկար պետք է լինի, դուք ասում եք որ Քոչարյանը որտեղից է վերցրել, որ այդպես չի։ Ներկայացրած չափերի։ Դե մի մեծ քարտեզ էլ դուք դրեք, դե դիմացի ու տեսեք, որ այդպես չի։ Պարոն Պապոյան, ասեք հովի կաղազայններ էր, որ եթե երաս ջուրցաունը Նախիջևանով ճանապարհ բացվի, հարգելի գործընկերներ, Երասխից մինչև Նախիջևան այդ երկաթուղու կտորը մի կիլոմետրանոց փոքր հատված է։ դա գործարկելու համար կա, դիտարկվում են հնարավոր է ինչ-որ առաջարկ լինի Միացյալ Նահանգների, որ եթե իսկապես Հայաստանի տարածաշրջանով է հետաքրքրված, դա անպայման գործարկվելու է, ինչ է կարծում, կարող է այն 40 քանի կիլոմետրը սարքենք, այդ մի կիլոմետրը չէ։ Ես ուղղակի ձեր հարցերը չեմ հասկանում, էլի։ Լայնություն ասում է շատ կարևոր է երկարությունը 42 կիլոմետր է։ Ասենք, որ ասեմ 11 մետր 17 սանտիմետր, դա դες ինչ է տալու։ Կամ ասենք 18 մետր 26 սանտիմետր։ Իսկ հաստությունը ասֆալտի ինչքան է լինելու։ 4 սանտիմետր թե 6։ Իսկ օրինակ այս տեսախցիկի ռեզոլյուցիան ինչքան է, ես ասենք Ժողովուրդ ջան, եկեք ձեր հարցերով մենք ճանապարհ չենք տալիս, մենք ճանապարհ ենք կառուցում Հայաստանի Հանրապետությունում։ Դա Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքն է, դա մեր ճանապարհն է, մեր։ Պարոն Պապոյան, դուք ասիք, եթե խաղաղություն լինի, սահմանները բացեն, երկուստեք ներդրումներ կլինեն։ Հայաստանը ինչ ներդրումներ կարող է անել Թուրքիայում։
Հայաստանը ներդրումներ ես չեմ կարծում, որ մեր խնդիրն է, որպեսզի մենք հենց անենք, որ ներդրումներ անենք, մեր խնդիրն է, որ մեր ապրանքները կարողանանք վաճառել Թուրքիայում, սա մեկ, այսինքն էքսպորտ ունենանք այնտեղ, եւ երկրորդը օգտագործենք թուրքական նավահանգիստների եւ թուրքական ճանապարհների պոտենցիալը եւ այդ պոտենցիալի միջոցով մեր ապրանքները արտաքին աշխարհ, երբ որ մենք հասցնենք, դրանք կլինեն շատ ավելի մրցունակ, քանի որ թուրքական նավահանգիստներով միջակայական ծով դուրս գալը մոտավորապես երևի 3 անգամ ավելի կարճ է, եւ որը էականորեն ազդում է տրանսպորտային ծախսերի վրա եւ հետեւաբար ապրանքների մրցունակության վրա եւ իհարկե նաեւ օգտագործելով թուրքական ցամաքային եւ ծովային հնարավորությունները, նավահանգիստներ, ճանապարհներ, Հայաստան ներմուծվող ապրանքների գները էականորեն իջեցնել եւ դրանով նաեւ ուրեմն բնականաբար եթե որոշակի ապրանքներ կան Հայաստան շատ ավելի քիչ տրանսպորտային ծախսերով, դա հնարավորություն կտա մեզ շատ տրամաբանական է, այստեղ ունենալ շատ ավելի մրցակցային միջավայր, այդվում գնանկում տեղի ունենա եւ այսպես շարունակ։ Նախագիծ կա արդեն Թրամփի ու նախագիծը կա, թե ոչ։ Ես ծանոթ չեմ նախագծին որպես այդպեսին։ Այսինքն կառուցման աշխատանքները գործնականում այսպես չեն սկսվել, չէ՞։ Այդ ընկերությունները, որ դուք ասացիք, Դե դրանք ուսումնասիրությունների փուլում են։ Տեսեք, հիմա նայեք, մենք ես ինչ որ ասում եմ, դա այդ չի նշանակում, որ մենք այդքան սպասելու ենք, չէ՞, բայց չի կարող օրինակ այսօր որոշվի, որ մենք օրինակ ճանապարհ ենք կառուցում, վաղը դրա process-ը սկսի, չէ՞, ինքը ուսումնասիրություն կան, ընկերությունները գալիս են ֆինանսավորման պայմաններ, նախագիծ, տեղանքին ծանոթացում եւ ինձ թվում է ավելի կոմպետենտ մարդիկ կան, որոնք որ կասեն, ես նման տեխնիկական հարցերի չեմ տիրապետում։ Ապա հրաժեշտում պարոն Բաբայանը, Պուտինի եւ Փաշինյանի հայ-ամերիկյան ընկերությունը արդեն ձևավորվել է։ Ես նման տեղեկություն չունեմ։